Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլուս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ինչ է Աստուծո ուզածը, եթե ոչ զղջումով լեցուն սիրտ։ Ժամանակին վանքի մեջ վանականները բակի մեջ էին։ Այդ վանքի մեջ կգտնվեր մեծ տարիքով վանագամը եւ միշտ բոլոր վանականները անոր նկատմամբ մեծ ագնացանք ունեին, մեծ հարկանք ունեին, որովհետեւ այս վանականը խստամբեր էր եւ երկար ժամանակ աղոթքով կանցներ, բակ կբահեր, շատ քիչ կխոսեր եւ չափազանց խիստ էր եւ իր անձի նկատմամբ եւ միշտերուն նկատմամբ։ Նաեւ այդ վանքի մեջ կաբրեր երդասարդ վանագամը, որ հաջող ծրված էր, ամեն ինչի մեջ կծախողեր, եւ խոհանոցին մեջ աշխատանքի ժամանակ, եւ ձեսին մեջ, ամեն անգամ այսպես անհաջող բամը կբադայր իր հետ եւ կծախողեր իր բարդականությունը կորձը լիոլի կատարելու։ Օրմ այս ձեր վանագանը, երբ քիշերով աղոթքի մեջ էր, հանգարց դեսիրք մտեսավ։ Ու դեսիրքի մեջ տեսավ, որ հրեշտակը կանգնած էր ոչ թե իր գողքը, այլ այդ երդասարտին գողքը։ Այդ ժամանակ երդասարտը գլուխը խոնարհեցուցած էր եւ արցունքով Աստծո գսեր. Աստված ջան, այսօր ես իմ աշխատանքիս մեջ մեծ տերություններ, ցախողություններ արձանագրեցի։ Կաղաչեմ քեզի, ով դեր, մի լքերզիս։ Ես տշպախտապար ցախող մարդ եմ։ Մի լքեր ու մի հրանար ինձ բե։ Մեգի ով դեր, եթե նույնիսկ հրանաս, ես սողալով քովդ պիտի կամ։ Ները ինձ ով ամենակարող Աստված։ Այդ բոլորը իմ զուլութենես է, այդ բոլորը իմ աբիգար ըլլալես է, դգար ըլլալես է, ները ինձ ով Աստված։ Եվ այս երդասարդ վանագանը գլուխը խոնարած արցունքը թափեր։ Եվ գողքին կանգնած հրեշտակը շատ զգուշ էր, լուր էր, որ հանգարց այդ սուրբ զղջման բահը չխանգարեր։ Այս տեսնելով ձերուկ վանագանը սոսկաց, սարսափեցավ։ Ինքը կարծեր, որ ճանապարհի մեջն է թեպի սրբության, բայց ահա հրեշտակը իր գողքին չէր։ Ահա հիմա կհասկնար վանագանը, որ իր ամբողջ այդ գադարած բարեբաշտական արարքները, աղոթները, ձոմաբավությունները, ձիսական բոլոր առողություններու մասնակցությունը ճանապարհի կեսն էին, իսկ մյուս կեսը այն է, որ Աստված գոդրված սիրտն է, որ կընդունի։ Աստված կընդունի անոնք, որոնք իրենք զինենք խոնարեցնեն եւ գսեն դեր, ես մեղավոր եմ, ես թուն ողորմած։ Հաջորդ օրը առավոտ այս ձեր վանագանը ինք մոտեցավ երդասարդ վանականին եւ անոր ոտքերուն արչեւ խոնարեցավ։ Երդասարդ վանագանը սոսկաց, անմիջապես ինքզինք յետև նետեց եւ ասավ. հայր, ինչ կնես։ Եվ այս ծերուկ վանագանը երդասարդ վանականին ասավ. զավակս, ես կխորհեի, որ մինչև այսօր այդ ճանապարհին մեջն եմ, բայց երեք դեսա, որ դու այդ ճանապարհի մեջն ես։ Եվ ահա այդ օրվնե սկսյալ այդ ծերուկին հոգին փոխվեցավ։ Այդ ծերուկ վանագանը ավելի խաղաղ էր այլևս եւ իր աղոթները կանցներ արցունքով, զղջումով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստված գոդրված սիրտն է, որ կընդունի։ Սաղմոսներու մեջ հաջող կխոսվի այդ մասին։
34-րդ Սամոսի 18-րդ համարի մեջ կսվի. Դերը պատրաստ է սրդապեկներուն օգնելու, փրկելու հուսալքված հոգիները։ 51-րդ Սամոսի 17-րդ համարի մեջ կսե Դավիթ մարգարեն. Դեր ուզած զոհդ զղջումով լեցուն հոգի մնե, ով Աստված։ Հետևաբար մի մերժեր զղջումնալից եւ ընջված իմ սիրտս։ Իսկ 147-րդ Սամոսի 3-րդ համարի մեջ կսվի. Դերը կբժշկե սրդապեկները եւ կբադե անոնց վերքերը։ Այո, սիրելիներ, երբ մենք մեր անձը կխոնարեցնենք, երբ մենք մեր գուրծքը ձեզելով գսենք դեր ներենց ես մեղավոր եմ իստուն ողորմած, այդ ժամանակ Աստված կընդունի մեր աղոթքը։ Ահա այսօրվնե կսկսի Աստվածածնա վերափոխման դոնին նվիրված շաբաթաբաքը։ Մեկ շաբաթ բակ է, սիրելիներ, որբեսի դաղավար այդ մեծ դոնը օրտությամբ եւ արժանավորությամբ տոնենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօրվան պատմությունը թող խթան ըլլա մեզ յուրաքանչյուրին, որ իսկապես բակի օրերը զղջումով անցնենք, իսկապես խոնարհումով անցնենք, իսկապես մեր գուրծքը ձեզելով անցնենք։ Երբեք մենք մեզ ուրիշին վրա հբար չսկանք, երբեք չգարձենք, որ մենք բարեբաշտ ենք, իսկ մյուսները մեղավոր։ Այդպես մտածողները կդառնան ճշմարիտ փարիսեցիներ։ Իսկ Աստված սրդապեկ հոգիները կտեսնե։ Աստված զորավոր մարդիկ չի փնտրել բակի ժամանակ, այլ կփնտրե մարդիկ, որոնք իրենց անձը խոնարեցուցած իր ողորմության գաբավինին։ Ահա, սիրելիներ, այս շաբաթ բակի շաբաթ է։ Աստված որու վրա իր աչքերը պիտի հարե։ Եթե կգարձենք, որ հավատքի մեջ մենք հզոր ենք, բարեբաշտական բոլոր կանոնները կկատարենք, բակ կբռնենք, ձոմ կբահենք, աղոթք կնենք, սուրբ գիրք կգարտանք, եկեղեցի կերտանք, մոմ կվարենք, խոնգ կձխենք եւ այլն եւ այլն, եւ սակայն մեր անձը չենք խոնարեցներ, այդ ժամանակ Աստված չի տեսներ մեր այդ բոլոր կատարածները։ Մենք բարեբաշտության ջամփու գեսին հասած կլանք, ոդկանտին չենք անցնիր։ Իսկ եթե մեր հոգին խոնարեցնենք, զղջումնալից ծևով մեր գուրծքը ձեզենք եւ ասենք. մեղա դեր, մեղա, ներե մեղքերս, ընդունե իմ զղջումս Տեր, այդ ժամանակ զղջումնալից սիրտը Աստված երբեք չի մերժեր։ Հիշեցեք, Հիսուսը ասավ. ով որ իր անձը խոնարեցնե, պիտի փարսացնեմ զայն։ Եկեք խոնարեցնենք մեր անձը Տիրոջ դիմաց։ Խոնարեցնենք եւ ասենք դեր ես մեղավոր եմ իստուն ողորմած, ներե մեղքերս։ Արժանի դարձուր, որ այս շաբաթ բակի շաբթվա ընթացքին իմ արցունքով իմ մեղքերս լվամ եւ արժանի լամ Աստվածանոր նման քեզ իմ քիրգս գրելու, իմ հոգիս մեջ գրելու եւ որնալ Աստվածանոր նման երկինք բարձրանալու։ Եվ այդ ժամանակ, սիրելիներ, Աստվածամոր բարեխոսությամբ եւ Տիրոջ ողորմությամբ մենք պիտի կարողանանք իսկապես տաղաբար այս մեծ տոնը օրտությամբ կատարել եւ փառավորել ամենասուրբ երրորդության անունը։ Թող Աստվածամայրը բարեխոսը լա մեր Տիրոջ դիմաց, իր որդին եւ մեր Տիրոջ դիմաց մեզի համար, որբեսի դերը իր ողորմությունը արադացնե մեր վրա եւ մեր խոնարհում ու արցունքը տեսնե եւ ները մեր անհատական ու ասկային բոլոր մեղքերը եւ մեզ ընդունի հավիտենական հարգերեն ներս։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրտնյալ շաբաթաբակ ձեր բոլորին, օրտությամբ կատարեցեք բակը զղջումնալից հոգիով ու արցունքով, որբեսի Աստուծո շնորհքին արժանանաք։ Բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին։